Միացյալ Նահանգներ, Իսրայել, Իրան պատերազմն ընդլայնում է աշխարհագրությունը, պայթյունավտանգ վիճակ է ոչ միայն Իրանում ու արաբական երկրներում։ Իրանից արձակված անօդաչուներից մեկն ընկել է Նախիջևանի օդանավակայանի տերմինալի վրա, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Վնասվել է օդանավակայանի շենքը, կան վիրավորներ։ ԱԹՍ-ներից մի քանիսն ընկել են այլ վայրերում, մեկն էլ Նախիջևանի դպրոցի մոտ։ Ուսուցիչներն ու աշակերտները տարհանվել են օդանավակայանին մոտ գտնվող դպրոցներից։ Ադրբեջանի արտգործնախարարությունը դատապարտել է հարվածներն ու նշել, որ իրեն համարժեք միջոցներ ձեռնարկելու իրավունք է վերապահում։ Իսկ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե այս հարվածը անպատասխան չի մնա։ Ժամեր անց իրանական կողմը հերքել է իր մասնակցությունը միջադեպին։ Իրանի փոխարտգործնախարարը նշել է, որ այս միջադեպը մանրակրկիտ ուսումնասիրության կարիք ունի։ Իրանը չի հարվածում իր հարևաններին։ Իրանի դեսպանը կանչվել է արտգործնախարարություն։ Միաժամանակ Պենտագոնի ղեկավարի նախկին խորհրդական Դուգլաս Մկգրեգորը գրել է, որ իրանական անօդաչուները հարվածել են նաև Վրաստանի տարածքում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարին, որն ապահովում է Իսրայելի նավթի պաշարների 30%-ը։ Իրանական ՀՕՊ-ը Թեհրանի հյուսիսում ամերիկա-իսրայելական կործանիչ է խոցել։ Միաժամանակ Իրանը հրթիռային հարված է հասցրել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին։ Իրանական հարվածներից տուժել է նաև Իրաքը։ Երկրի էներգետիկայի նախարարությունը հայտնել է երկրի բոլոր նահանգներում էլեկտրաէներգիայի անջատման մասին։ Հարվածներ են հասցվում նաև Թել Ավիվին։ Իրանի դեմ պատերազմը դուրս է եկել մերձավոր արևելյան տարածաշրջանից, հասնելով հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող Շրի Լանկա։ Ամերիկյան Սուզանավը խոցել էր իրանական Դենա ֆրեգատը, որում եղել էր ավելի քան 180 մարդ։ Նավը Հնդկաստանի ռազմածովային ուժերի հյուրն էր։ Այն թիրախավորվել է միջազգային ջրերում առանց նախազգուշացման։ Շրի Լանկայի իշխանության տվյալով հարվածի հետևանքով զոհվել է 87, փրկվել 32 մարդ, ևս 60-ը համարվում է անհետ կորած։ Ամերիկյան Սուզանավը Հնդկական օվկիանոսում խորտակել է Իրանի ռազմանավը, որը համարում էր, թե գտնվում է անվտանգ միջազգային ջրերում, փոխարենն այն տորպեդահարվել է։ Հիշեք իմ խոսքերը, Միացյալ Նահանգները դառնորեն կզղջա այս նախադեպի համար, պատասխանել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ 24 ժամում ամերիկյան նավատորմը Հորմուզի նեղուցի մոտ իրանական երկրորդ նավն է գրոհել։ Իրանը մտադրվել էր սպանել Թրամփին եւ այլ ամերիկացի պաշտոնյաների, հայտարարել է Միացյալ Նահանգների պատերազմի քարտուղարը։ Նրա խոսքով Միացյալ Նահանգները մերձավոր արևելք է ուղարկում նոր ուժեր։ Ըստ Հեքսեթի, մեկ շաբաթում նահանգները լիակատար վերահսկողություն կսահմանի Իրանի երկնքի նկատմամբ։ Վաշինգտոնի պնդմամբ ամեն ինչ դեռ նոր է սկսվում։ Պատրաստվում են ավելի խորը հարվածներ հասցնել Իրանի տարածքին։ Պատերազմի 6-րդ օրն ինտենսիվ հրթիռակոծությունների պատճառով Թեհրանի երկինքը չի պարզվում։ Մայրաքաղաքը թիրախավորվում է թե գիշերը, թե ցերեկը։ Հզոր պայթյուններից առաջացած ծխի ահռելի սյուները ծածկել են քաղաքը։ Մայրաքաղաքի բազմաթիվ թաղամասերում ավերածություններ են, թիրախավորվել են բնակելի շենքեր։ Իսրայելի ավիացիան օդ է բարձրացրել տասնյակ կործանիչներ ու ռմբակոծիչներ, որոնք ուղղություն են վերցրել դեպի Իրան։ Ցախալը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է հարվածում Իրանի Ղոմ քաղաքում բալիստիկ հրթիռային կայանքին և սպահանում ՀՕՊ-ին։ Իրանի Քուրդիստան նահանգի Սանանդաջ քաղաքում գտնվող Պահապանների կորպուսի բազան ամբողջությամբ ավերվել է։ Իսրայելի բանակը հարվածել է Հզբոլլահի ստորգետնյա զինապահեստին և հրամանատարական կենտրոններին։ Սա գոյաբանական պաշտպանություն է։ Ամերիկան ու Իսրայելը շարունակում են իրենց ագրեսիան։ Իսրայելի օկուպացիոն ու ծավալապաշտական ծրագրերը միանգամայն պարզ են։ Մենք շարունակելու ենք մեր պայքարը, մինչև հասնենք մեր նպատակներին։ Որքան ձգվում է պատերազմն, այնքան նոր դերակատարներ են ներգրավվում։ Արևմուտքն ամեն ինչ արել է, որպեսզի թույլ չտա առաջ քաշել Մերձավոր Արևելքի տարածաշրջանում խաղաղ համակեցության օրակարգը։ Ինչպես ապացուցեց Իրանի դեմ ագրեսիայի այս քայլը, Արևմուտքը գործում է կամ-կամի սկզբունքով, կամ մեզ հետ, կամ մեր դեմ։ Այս ամենում ամենակարևորը բաժանիր, որ տիրես սկզբունքն է։ Այս պարագայում, հավանաբար, բաժանիր, իրար դեմ թշնամացրու և տիրիր։
Մերձավոր արևելյան տարածաշրջանի պայթյունավտանգ վիճակով լրջորեն մտահոգված է նաև Պեկինը։ Չինաստանը հատուկ բանագնաց կուղարկի տարածաշրջան միջնորդության առաքելությամբ։ Արտգործնախարար Վան Ին հայտարարել է, որ հակամարտությունների ժամանակ խաղաղբնակչության պաշտպանության կարմիր գիծը չպետք է հատվի եւ ոչ ռազմական թիրախները, ներառյալ էներգետիկ ենթակառուցվածքները չպետք է ենթարկվեն հարձակման։ Կանադայի վարչապետը չի բացառել կանադական զորքերի պոտենցիալ մասնակցությունը Իրանի դեմ գործողությանը։ Մարկ Քարնիի խոսքով ամեն դեպքում իրենք պատրաստակամ են լինել իրենց դաշնակիցների կողքին, երբ դա նպատակահարմար կլինի։ Մադրիդ-Վաշինգտոն բանավոր առճակատումը շարունակվում է։ Սպիտակ տունը հայտարարել է, որ Իսպանիան համաձայնել է գործակցել նահանգների հետ։ With respect to Spain, I think they heard the president's message yesterday. Մեծ հարգանքով են վերաբերվում Իսպանիային, բայց կարծում եմ նրանք ականջալուր են եղել Թրամփի հստակ ուղերձին։ Որքան ես եմ հասկանում, վերջին մի քանի ժամում նրանք համաձայնել են գործակցել ամերիկյան զինված ուժերի հետ։ Նախագահն ակնկալում է, որ բոլոր եվրոպացի դաշնակիցները կգործակցեն ԱՄՆ-ի հետ այս առաքելության իրագործման հարցում։ Մադրիդը հերքում է Վաշինգտոնի հայտարարությունը։ Իսպանիայի իշխանությունը հաստատել է, որ թագավորության դիրքորոշումը չի փոխվել։ Թրամփը սպառնացել էր խզել առևտրային հարաբերությունները Իսպանիայի հետ այն բանից հետո, երբ Մադրիդը հրաժարվել էր Միացյալ Նահանգներին տրամադրել իր ռազմաբազաներն Իրանի դեմ պատերազմում։ Թրամփը համաշխարհային բոլոր դաշնակիցներից հավատարմություն է պահանջում, սակայն նրա գործողությունները չեն արդարացնում ոչ միայն իր երկրի ներսում, այլև կուսակցությունում։ Այս ամբողջ օպերացիան կառուցված է ստի վրա։ Իրանի պատերազմը Իրաք 2-ն է։ Այն ժամանակ էլ ես Իրաքի պատերազմի դեմ եմ քվեարկել։ Կոնգրեսում ոչ մի քվեարկություն չի կարող լեգիտիմացնել այս հարձակումը, որովհետև անմիջական ոչ մի սպառնալիք չկար։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որևէ բանաձև չի ընդունվել։ Հետևաբար այս պատերազմն անօրինական է։ Ամոթ ձեզ բոլորիդ։ Միացյալ Նահանգներում Իրանի թեմայով լսումները չափազանց բուռն են անցել։ Անվտանգության մարմինները բիրտ ուժ կիրառելով փորձել են լսումների դահլիճից դուրս բերել ամերիկացի նախկին վետերանին, որը դեմ էր Իրանի վրա հարձակմանը։ Ծեծկրտուքի ժամանակ ոստիկանները կոտրել են նրա թևը։ Ոչ ոք չի ցանկանում կռվել Իսրայելի համար։ Ոչ մի ծնող իր երեխային չի ուզում ուղարկել Իրանի դեմ, ասել էր վետերանը։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։